Ընդդիմությունը պետք է հետևություններ անի այն փաստից, որ 8 տարի է չի կարողանում այս չարիքից ազատվել։ Ուրեմն ինչ-որ փոփոխություններ պետք են։ Եթե մարդիկ կան, ովքեր ներկայացնում են նախկին ղեկավարությունը Հայաստանի եւ նրանք ուզում են մասնակցել, նրանք իրավունք ունեն մասնակցել եւ իրենց ընտրազանգվածը թող իր խոսքը ասի։ Բայց եթե կան նաեւ նոր մարդիկ, ովքեր կապված չեն նախկին ղեկավարների հետ, նրանք էլ պետք է մասնակցեն եւ իրար չխանգարեն։ Միանան կամ չմիանան, ուղղակի իրար չխանգարեն։ Նոր ուժեր են պետք, թող հներն էլ մասնակցեն, թող նորերն էլ մասնակցեն։ Ցանկացած ուժ, որը կարող է կանգնեցնել Հայաստանի կազմալուծումը եւ մեր հայրենիքի կորուստը, պետք է առաջ գա եւ բոլորին մենք բոլորս կօգնենք։ Ես պատրաստ եմ բոլորին օգնել։ Եթե ԿՊ-ից վաղը 5 հոգի դուրս գա, հասկանան թե ուր են մեզ տանում։ Եվ ինչ որ նոր ԿՊ ձևավորվի, ես իրանց էլ կօգնեմ։ Բոլորս էլ կօգնենք։ Միայն կանգնի Հայաստանի այս տապալման process-ը։ Սրա հաղթանակը նշանակում է մենք 6-9 ամսվա ընթացքում կընկնենք այնպիսի կախվածության մեջ, որից այլևս դուրս չենք գա։ Մենք արդեն մեր գլուխը վաղուց դրել ենք վագրի բերանի մեջ։ Եվ եթե սա նորից ընտրվի, սա լինելու է մեր վերջը։ Եվ ես տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ գիտեմ, ովքեր ինձ ասել են, որ մենք Հայաստանում չենք մնա։ Սա մեր Հայաստանը չի, եթե սա նորից ընտրվի։